Շնորհավոր տոնդ Ստեփանակերտ, շնորհավոր ձեր տոնը սիրելի ստեփանակերտցիներ։ Այսօր անկախ Արցախի 25-ամյա մայրաքաղաք Ստեփանակերտը տոնում է իր 93-րդ տարեդարձը, տոնում է իր օրը նոր հաղթանակներով եւ նոր ձեռքբերումներով, նոր ավելի բարեկարգ փողոցներով, ավելի կանաչապատ եւ կարծում եմ ստեփանակերտցիներն էլ քիչ ավելի անհոգ եւ ուրախ։ Օրը տոնական դարձնելու համար ջանացել են քաղաքային իշխանությունները կազմակերպել տարաբնույթ ու բազմաոճ միջոցառումներ, մշակութային, սպորտային, համագործակցության միջոցառումներ Երևանի քաղաքապետարանի հետ, այնպես որ օրը իսկապես որ տոնական էր Ստեփանակերտի ու ստեփանակերտցիների համար, ահա այսպիսին էր տոն օրվա ընդհանուր խճապատկերը։ Ստեփանակերտի եւ Երևանի քաղաքապետարանների սերտ համագործակցության փաստեր շատ են մեր քաղաքում եւ այդ համագործակցության նախագծերը բազմից են, դրանցից մի մասը իրականացվել է, մնացած մասը սպասվում է դեռ որ պիտի իրականանան։ Նմանատիպ համագործակցությունների մի փաստ էլ արձանագրվեց հենց այսօր Ստեփանակերտ քաղաքի տոն օրվա կապակցությամբ Թերլեմեզյանի ինստիտուտի ուսանողների հարթաքանդակները նվիրվում են Ստեփանակերտին։ Նրանք կտեղադրվեն Ստեփանակերտի տարբեր հատվածներում հիշեցնելով այդ սերտ համագործակցության մասին։ Թերլեմեզյանի քոլեջի 39 ուսանողներ ապրիլյան քառորյա պատերազմին մասնակցել են, որոնցից 6-ը արժանացել են շատ բարձր գնահատականի։ 2 տարի առաջ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ եւ նախաձեռնությամբ մենք իրականացրեցինք 7 քանդակի ծրագիրը եւ Թերլեմեզյանի ուսանողների օգնությամբ անշուշտ գեղարվեստական ղեկավարը կա քանդակի դասախոսը, բայց այն փաստը, որ ուսանողները անհավատալի նվիրումով կատարեցին այդ աշխատանքը եւ սիրով նվիրեցին այդ քանդակները Ստեփանակերտին, կարծում եմ նախապայմանն էր նաեւ շարունակության եւ այսօր քաղաքապետներ Տարոն Մարգարյանի եւ Սուրեն Գրիգորյանի նաեւ աջակցությամբ մեր ուսանողները կատարեցին հարթաքանդակներ, որոնք այսօր հանձնում ենք ձեր դատին։ Ասեմ, որ երեք շատ հուզվեցի, Շուշիից իջնում էինք մեքենայով, դեռ մառախլապատ չէր, քաղաքը Ստեփանակերտը այսպես լույսերի մեջ օրգանիզմ է, որը շնչում է, որտեղ ծնվում են եւ մեծանում են երեխաներ, որոնք նայելու են այս հարթաքանդակներին եւ մեր քանդակներին ձևավորելու են նոր արժե համակարգ, որը վստահ եմ, որ կենսունակ է։ Ես առաջին անգամ 95 թվականին եմ եկել Արցախ եւ միշտ զուգահեռ տանում եմ, միշտ համեմատում եմ ակամայից։ Այսօր Ստեփանակերտի օրը շատ խորհրդանշական է, որովհետեւ 95 թվականին այս պատկերը չէր։
մենք այսօր այստեղ ենք արդեն հասել եւ նոր սերունդը, այն ճստոները շատ սիրուն գեղեցիկ հագնված այսօր այգում տեսա, իրենք նայելու են եւ վաղը դա ինչ արդյունքի կբերի, ես չգիտեմ, բայց վստահ դա լինելու է դրական արդյունք։ Ամուսինս արմատներով արցախցի է, այսինքն իմ երկու զավակները, տղաները արցախցի են եւ բնականաբար արդեն իսկ այլ մոտեցում է, կարոտում եմ շատ Արցախը, անհավատալի, որովհետև օրինակ Հայաստանում կան վայրեր, որ շատ սիրում եմ, հայրենիքի կտոր է, բայց կարոտի զգացողություն այդպես ուրախ եմ, որ այցելում եմ, բայց հատուկ ելնել գալ, այդպիսի գրգիռներ ոչ միշտ է առաջանում, բայց Արցախը կարոտում եմ շատ, Ստեփանակերտը մասնավորապես շատ եւ արժի համակարգը կարծում եմ այստեղ շատ ավելի մաքուր եւ բյուրեղացված է մնացել, քան օրինակ Հայաստանում ցավում եմ, բայց այնտեղ մի քիչ խառնարան է։ Այստեղ գալիս ես այդ թթվածի նկա եւ դրա համար բնականաբար ձգում է Ստեփանակերտը միշտ։ Շնորհավորում եմ եւ մաղթում եմ առաջին հերթին խաղաղ երկինք, մաղթում եմ, որ այդ ճստոները մեծանան եւ 20 տարի հետո մենք արդեն խոսենք ամուր ոտքերի վրա կանգնած Արցախի մասին, Ստեփանակերտ Երևան կամուրջն էլ կարծում եմ ամուր հիմքերի վրա կառուցվում է։ Արցախը իմ համար դրախտավայր է, Ստեփանակերտը թե բնական սիրտն է Արցախի, պետք է թողնենք ֆիքս, այսինքն արձանագրություններ պետք է թողնենք, որ անցնեն տարիներ եւ տարեր, ինչպես ունենք մեզանից առաջ մեր հայ վարպետների, մշակույթի գործիչների թողած հետքերը, դա լինի գորգագործություն, թե շինարարական, եկեղեցաշինություն, եւ ես հիմնվում եմ ճիշտ ասած մեր մեծակույն արկաներից մեկի Տիգրան Մեծի խոսքերի վրա եւ արած գործի վրա, երբ որ նա գրավում էր կամ հետ էր վերցնում հայկական տարածքները գրավյալ, նա սահմանների վրա դնում էր արձանաքարեր, վկայություն եւ գրված էր նրա վրա արդ երկիրն է հայոց։ Երբ որ թշնամին գալիս հասնում էր այդ քարին, նա հասկանում էր, որ մոտեցել է հզոր հայկական տիրությանը եւ հաջորդ գրությունը եկել գրված էր լինում, եթե դու թշնամությամբ ես եկել եւ պատկերված էր հարտաքանդակներ, ինչ պատժի է արժանանում թշնամին։ Իսկ հաջորդ քարի երեսին գրված էր, եթե դու բարի կամքով ես եկել, այնտեղ պատկերված էր հյուրասիրության հարտաքանդակներ։ Հիմա դա դարձրել եմ իմ համար առաջնորդվող գաղափար եւ փորձում ենք մեր ուսումնարանի տնօրենի հետ այդ միտքը, երբ որ ես ասեցի, համաձայնության եկան, քաղաքապետը իր բարի կամքը ցուցաբերեց այս գործի մեջ եւ մենք ուզում ենք, որ դա լինի ամեն տարի շարունակական, երեխաներին տրամադրենք այդ քարերը որպես արձանագրություն, որպես փաստաթուղթ Արցախողի վրա լինելու եւ ցանկանայինք, որ ոչ միայն Ստեփանակերտում, այլ ամբողջ Արցախի տարածքով գեղեցկացնեինք։ Մենք մեր բաժինը անենք, վերջապես զինվորները անում են ամենակարևորը, պաշտպանությունը, այնտեղ լսվում է արյան կնով, թող մեր փոքրագույն կամքը եւ օգնությունը սա լինի։ Ծառայական մասնագիտությունս ֆագոտի մասնագետ եմ, ֆագոտի հաշվարկի հրամանատար։ Խորհուրդը հին ռոմեական ինչ-որ էսքիզներ է, դրանից վերցրել ենք, զարգացրել մերն ենք զարգել։ Զգացողություններ, շատ մեծ զգացողություններ է, հաճելի է։ Շատ եմ ուրախացել, որ իմացել եմ բերում են։ Քաղաքը շատ սիրուն է, հաճելի է, մաքուր, ոնց ասեմ։ Լավ է, էլի դուրս են գալի, ման են գալի։ Մթնոլորտը նորմալ շատ լավ է։ Շնորհավորում եմ բոլոր Ղարաբաղում ապրողներին, իրենց ցանկանում եմ լիքը ուժ եւ համբերություն չգիտեմ։ Ինչեւ էս ամեն ինչը կհանդարտվի լավ կլինի։ Մենք էստեղ ենք ինչեւ վերջ կօգնենք կպահենք, ծառայենք։ Վերցրել եմ հայկական զարդարվեստից, մանրանկարչությունից, օգտվել եմ բավականին շատ ոգեշնչված եմ եղել, քարից ազդվել եմ, սիրել եմ քարը շատ ու ոգեշնչել է ինձ, ուզեցել եմ միշտ Ղարաբաղում ունենամ իմ հեղինակային գործը եւ հասել եմ իմ նպատակին ու հիմա եկել եմ որ տեսնեմ որտեղ է դրված ու
ուրախ եմ շատ։ Սասունցի դավթեպոսից մի փոքր հատված եմ գրել, դուրս եմ գրել եմ քարից վրա, եղել է սիմպոզիումներ, էլի մասնակցել եմ, մի տարի առաջ կես ստեղ ենք եղել, էլի գործեր եմ գրել, մասնակից եմ էլի գործերի, ու էլի նորից եկել ենք ստեղ, նորից էլի գործերով, ու հիմա արդեն իմ հեղինակային գործեր։ Ստեփանակերտը շատ ինձ դուր է գալի, ամեն յուրաքանչյուր պահ իմ համար պատմություն է։ Զգացողություններս բնականաբար շատ լավ է, ուրախ եմ, որ ես աշխատանքով փորձում եմ գեղեցկացնել մեր Ստեփանակերտը, չնայած որ շատ եմ սիրում, շատ է դուրս գալիս տեղ, թե բնությունը, թե կոլորիտը շատ հետաքրքիր է։ Ջեր մթնոլորտը մարդկանց, ամեն ինչը մի խոսքով դուրս գալիս է շատ։ Ինքը մանրանկարչություն է 15-րդ դարի, ավետարանի մանրանկարչությունը, փորձել եմ քարի վրա իրան արդեն կերտել։ Ավանդույթ է դարձել Երևանի կողմից Ստեփանակերտին նվիրում են քանդակներ եւ Ստեփանակերտի քաղաքապետարանը ինքն է տեղը որոշում, թե որտեղ տեղադրեն քանդակները։ Այսա լինելու է շարունակական, այս գեղեցիկ ճարտարապետական քանդակները Երևանի կողմից Ստեփանակերտի ծննդյան օրվա կապակցությամբ նվիրում ենք եւ մեր քանդակագործներին եմ ուզում շնորհակալություն հայտնել այս ամիսների կատարած իրենց աշխատանքի համար, ուզում եմ նաև շնորհավորել մեր ստեփանակերտցիներին, տոնի կապակցությամբ, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, իմ գործընկերոջը, որը մենք արդեն 4 տարի շարունակ համագործակցում ենք Ստեփանակերտ Երևան քաղաք եւ համոզված եմ, որ այդ համագործակցությունը իր պտուղները արդեն տալիս է։ Մենք վերջերս ստորագրեցինք մեր համագործակցության շարունակականությունը եւ ոչ միայն Ստեփանակերտի, նաեւ մյուս շրջանների հետ համագործակցությունը տեղի ունենում եւ այն կետերը, որը մեր հուշագրում կան, մենք համոզված ենք այս ժամանակահատվածում կարողանանք կյանքի կոչել եւ գնալով ավելի ակտիվանում երկու կառույցների համագործակցությունը, թե մեր ստորաբաժանումների միջև եւ նաեւ քաղաքապետարանի աշխատակազմերի։ Ստեփանակերտի գրավչությունը հենց իր ժողովուրդն է։ Իր ժպտերես, հյուրընկալ, նաեւ բնությունը, որը կա եւ այն տեսակը։ Շնորհավորում եմ Ստեփանակերտցիներին, թող խաղաղ երկինք լինի եւ միշտ Ստեփանակերտը ծաղկի։ Ես գունավոր կավիճներով նկարել եմ Տատիկ Պապի այսօր քաղաքի օրն եւ դրա արդիվ մենք նկարում։ Ոնց է տրամադրություն, ինչ է կարել, այ քեզ դուր է եկել քաղաքը տոնական օրով։ Այո, շատ։ Երեխաները բոլորը նկարել են գետնին եւ բոլորը շատ ուրախ էին։ Սիրում եմ Տատիկ Պապիկը, զեյ որ մեր քաղաքում լիներ խաղաղություն։ Շնորհավոր տոնը Ստեփանակերտ։ Որպես անկախ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը 25 տարեկան է։ Դասարանով դուրս ենք եկել, սուրճի հետ էինք, մեր համար ուրախ անց ենք անցնում, նկարում էինք, ման էինք գալիս, նայում էինք այն ուշը սամբայի այդ մրցումներին, լավ կլներ, որ ամբողջ աշխարհում տիրեր խաղաղություն, երջանկություն։ Մեր քաղաքում կոնկրետ դա մարդիկ լավը լինեն, սա բարի լինեն։ Չեմ ուզում ուրիշ տեղ ապրեմ, ուզում եմ այստեղ ապրեմ։ Ես այստեղ ծնվել եմ, այստեղ էլ կապրեմ, մեծացել եմ այստեղ, իմ բոլորանը այս է։ Չնայած մռայլ ու անձրևոտ եղանակին նախատեսված բոլոր միջոցառումները կարծես թե անցկացվեցին եւ կարեւորն այն է, որ դրանք տեղի են ունենում ոչ միայն մայրաքաղաքի սրտում, Ստեփան Շահումյանի պուրակում եւ Վերածննդի հրապարակում, այլ նաեւ քաղաքի ծայրամասային հատվածներում, քաղաքի տարբեր հատվածներում Ստեփանակերտի մշակույթի տան սաների մասնակցությամբ կազմակերպվել էին փոքրիկ համերգներ, որին կարող էին մասնակից դառնալ մեր քաղաքի տվյալ թաղամասի բնակիչները, ովքեր չէին կարողացել գալ քաղաքի կենտրոն։ Նման փոքրիկ համերգներից մեկն էլ Ալեք Մանուկյան փողոցում էր կազմակերպվել, հավաքվել էին թաղի բնակիչները, ինչպես նաև Երևանից ժամանած հյուրեր։ Երևան քաղաքի եւ Ստեփանակերտ քաղաքի միջև կնքված համագործակցության շրջանակում այսօր Երևան քաղաքի Նորբ Մարաշ վարչական շրջանի
ուրեմն աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացել են Ստեփանակերտի 93-րդ տարեդարձի առթիվ իրենց շնորհավորանքը բերելու եւ մասնակցելու տոնական հանդիսություններին։ Այսօր մենք այս հրաշալի Ալեք Մանուկյան փողոցում ենք գտնվում, որտեղ Ստեփանակերտի մշակույթի տան կազմակերպած հրաշալի միջոցառումն է մշակութային, մեր համագործակցությունը եւ կրթական ասպարեզում է իրականացվում եւ նաեւ մշակութային ասպարեզում։ Ուզում եմ մեր Նոր Մարաշ վարչական շրջանի անունից շնորհավորել սիրելի ստեփանակերտցիներին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին այս հրաշալի տոնի առիթով եւ մաղթել, որ այս անսպառ ազգային երգն ու պարը թող որ միշտ սավառնի Ստեփանակերտի երկնքում, թող Ստեփանակերտը երբեք տխրություն չտեսնի եւ բնակիչների աչքերում միշտ լինի ուրախության արցունքներ եւ ուրախության ու հպարտության զգացողություն։ Ամեն անգամ ես ականատեսն եմ եղել Ստեփանակերտի ժողովրդի համախմբվածությանը, ջերմ սիրուն, այն ամենը, ինչ որ իրենց շահագրգռվածությանը իրենց քաղաքի հանդեպ եւ ուրեմն ամեն անգամ լիցքավորված դրական հույզերով, դրական զգացումներով մեկնել եմ Հայաստան, վերցրել եմ այստեղից այնինչը, որ շատ հարազատ է, հոգեհարազատ է ու ցանկացել եմ այդ ամեն ինչը օգտագործել մեր մշակութային միջոցառումների ընթացքում եւ անշուշտ հաղորդել այն ամեն նորը, այն ամեն գեղեցիկ, այն հուզառատը, ինչ որ կա Երևանում, այդ փոխադարձ համագործակցությունը իրականացնելու համար։ Մեծ հպարտություն եմ ապրում այսօր ներկա լինելու ձեր այս տոնակատարությանը, քանի որ սա մի հատ ջերմ քաղաք է, որ կարող եմ ներկայացնել, որտեղ որ լինեմ, երկրորդ անգամ եմ Ստեփանակերտում, ինձ շատ գրավում է այս քաղաքը, շատ ջերմ եւ հոյակապ մարդիկ է։ Ստեփանակերտի տոնորվան նվիրված միջոցառումները չեն սահմանափակվել միայն մշակույթի եւ սպորտի բնագավառներով։ Քաղաքային իշխանությունների կողմից կազմակերպվել էին մի շարք հետաքրքիր ակցիաներ, այցելություններ, տարբեր հաստատություններ եւ անակնկալներ ստեփանակերտցիների համար։ Դրանցից մեկն էլ այցելությունն էր Ստեփանակերտի ծննդատուն, որտեղ այսօր ծնվել է եւս 3 ստեփանակերտցի։ Շնորհակալություն ձեզ այս նվերի համար։ Ունեմ 3 երեխա տանում, տունը, 2 տղա, 1 աղջիկ, մի աղջիկ էլ բերել եմ։ Ես շատ ուրախ եմ եւ շատ երջանիկ։ Շատ ուրախ եմ այսօրվա Ստեփանակերտի օրվա կապակցությամբ մի հատ քարծին որել է ծնվել։ Քաղաքապետարանի ողջ ազնագազմը շնորհավորում է բոլոր ստեփանակերտցիներին տոն օրվա առթիվ։ Ցանկանանք մեր երկրին խաղաղություն։ Ավանդույթը շարունակական է, ինչպես միշտ մեր ուշադրության կենտրոնում են նորածին ստեփանակերտցիները։ Այս պահին ծնվեցին 3 ստեփանակերտցի։ Շնորհավորում ենք եւ ցանկանում ենք յուրաքանչյուր մայր ունենա առողջ երեխաներ։ Ստեփանակերտի տոնորվան նվիրված միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում։ Այս պահին Ստեփանակերտի մշակույթի պալատի դահլիճում ընթանում է նաև տոնական մեծ համերգ։ Դե ինչ բարեկամներ, այսպիսին էր Ստեփանակերտի տոնական օրը, միանալով բոլոր շնորհավորանքներին։ Մայրաքաղաքի ստեղծագործական խումբը նույնպես մաղթում է մեր քաղաքին աննախադեպ առաջընթաց, զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, եւ որ ամենակարևորն է խաղաղ ու անամպ երկինք։ Մենք սիրում ենք մեր քաղաքը եւ պատրաստ ենք հոգ տանել նրա մասին մշտապես։